Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ես անընդհատ նշում եմ, որ Elroom-ը տեղեկատվական ու մոտիվացիոն հարթակ է։ Երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք մենք փորձում լուծել on-line տիրույթում, առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի դեպքում ուր պետք է դիմել եւ ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը նույնչափ կարևոր է, մեզ համար նույնիսկ որոշ դեպքերում շատ ավելի ենք կարևորում։ Խոսքը իհարկե մոտիվացիայի մասին է։ Ինչպես գտնել մասնագետ յուրաքանչյուր ասպարեզում, որը լինի եւ շատ պրոֆեսիոնալ իր գործում, եւ միևնույն ժամանակ կարողանա իրականում իր տեսակով, ոչ միայն պրոֆեսիոնալիզմով, այլև տեսակով լինել ոգեշնչող։ Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ինչ վերաբերում է վերջին հարցումներին, ապա իրականում իրավական խնդիրները ամենաշատն են մարդկանց անհնարինությանը զգացողությունը տալիս ցավոք, եւ այս խնդիրների դեպքում է, որ մարդիկ կարծես չեն կողմնորոշվում, ինչ պետք է անել, որտեղից պետք է սկսել, եւ իրենք չեն կարողանում հավատալ բոլոր ժամանակների ամենաճշգրիտ կարգախոսին, անհնարին ոչինչ չկա։ Եվ սա է պատճառը, որ մենք ներկայացնում ենք Երևանում ու Երևանից դուրս մեր հրաշալի երկրի շատ կարևոր քաղաքներում մասնագետների, ովքեր իրենց տեսակով եւ պրոֆեսիոնալ են, եւ որ շատ կարևոր է ունեն հաղթանակած գործերի մեծ այսպես թիվ կապոց, ինչպես ասում են, եւ միևնույն ժամանակ մոտիվացնող են իրենց տեսակով ուղղակի։ Հենց այս շրջանակում է, որ մենք այսօր մեր հրաշալի Լեռնահայաստանի մայրաքաղաքում ենք, ես չեմ կարող ասել Հայաստանի քաղաքներից մեկում, մենք Կապան քաղաքում ենք։ Եվ Կապան քաղաքում մենք ներկայացնելու ենք մի մասնագետի, ով կարճ ժամանակում, ամենադժվար ժամանակում որոշեց ու փաստաբանական գործունեությունը ծավալեց ամենավոչ մատչելի, այսպես ոչ պոպուլյար, ուղղությամբ, քրյա իրավական ուղղությամբ։ Եվ այստեղ փոքր հաղթանակ տոնելն արդեն իսկ համարվում է մեծ հաղթանակ։ Իսկ երբ մենք փաստաբանների պալատի միջոցով փորձեցինք ճշտել հաղթանակների հաղթած գործերի թիվը, մենք հասկացանք, որ հրաշալի մի բան է, որ Կապան քաղաքում գոյություն ունի հրաշալի իրավաբանական ընկերություն, շատ պրոֆեսիոնալ հիմնադրով, որը նաև արդեն մասնաճյուղ ունի Երևանում։ Սիրով այս պահին ուզում եմ նաև ձեր անունից Elroom-ում ողջունել փաստաբան, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի անդամ Law-X իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Մուշեղ Վարդանյանին։ Ես շատ շնորհակալ եմ Մուշեղ, որ առիթ ունենք հանդիպելու եւ առիթ ունենք հանդիպելու հենց Կապանում։ Լավ է տրամադրությունը։ Ես էլ եմ նույնպես շնորհակալ հրավերի համար, միանշանակ այլ տրամադրություն չէ կարող լինել։ Շնորհակալ եմ շատ։ Մուշեղ, ըստ էության Law-X ընկերությունը դուք հիմնադրել եք 2020-ին, Կապան քաղաքում է, այսինքն եւ մասնաճյուղ ունի արդեն նաեւ Երևանում։ Այո։ Դուք ծնունդով Կապանից եք։ Այո։ Իրավաբանական փաստորեն ուղղությունը, իրավաբան դառնալու որոշումը եւ դրա հետ միասին անմիջապես հենց իրավաբանության մեջ որոշել եք ընտրել փաստաբանությունը։ Ինչպես է սա ստացվել։ Միշտ երազել եք, կան ձեր ընտանիքում իրավաբաններ եղել են։ Սկսեմ սկզբից եւ որոշեցի իրավաբանությամբ զբաղվել։ Սկզբից քաղաքացիայի իրավական ուշադրությունը գրավեց, այսինքն ոլորտը որպես այդպեսին։ Եվ սակայն մենք բարեկամ ունենք, այսպես ասած, մորաքույրս, որ նաև դատավոր է աշխատել, վերաքննիչ քրեական դատամ եւ մոտիվացիան, այսպես ասած, ինքն է ինձ ներշնչել, որպեսզի ես դառնամ փաստաբան, նաև քրեական ուղղվածությամբ։ Ամեն դեպքում սա շատ մեծ պատասխանատվություն է, փաստորեն, հավանաբար լինելով բնականաբար պրոֆեսիոնալ դատավոր, ձեր մորաքույրը նաև զգացել է, որ դուք կարող եք ինչ-որ հմտություններ կան, որոնք որ քրեական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ են, հա։ Այո, այդպիսի հմտություններ տեսել են, նախ սկսենք, որ իմ հիշողությունն է, այսպես ասած, լավ, կարևոր է իրավաբանության մեջ ցանկացած, եթե դուք իրավականի մասնագետ եք, բնականաբար ամենակարևորը պետք է լինի իրավական վերլուծությունը,
Այսինքն որպես մասնագետ դուք ոնց եք կարողանում վերլուծել։ Այսինքն երբ որ հոդվածը կարդում ես, պետք է կարողանաս ինքնուրույն վերլուծել, այսպես ասած, այս սկզբունքն է գործում, այո։ Այսինքն դուք նաև ըստ էության իրավաբանական կրթություն ստանալու զուգահեռ եւ պրակտիկ, գործնական ու տեսական այս ամբողջ հմտությունները կարողացել եք նաև առաջին ձեռքից ստանալ։ Այո, հետո իհարկե փաստաբանների պալատը մեծ դերակատարում է ունեցել, այսպես ասած, քանի որ փաստաբանների պալատը, այսպես ասած, ակադեմիան, դպրոցը արդեն ակադեմիան, մեծ փորձ է տվել եւ դասավանդումը այնպիսի մարդիկ էին, որ օրինակ դատավորներ էին, այսինքն բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մարդիկ էին եւ այդ ուսումն է հենց այն սկզբնական հիմնակարը փաստաբանական ակադեմիան։ Փաստորեն 2019-20 թվականներին եք ավարտել, փաստաբանական ակադեմիան եւ դրանից անմիջապես հետո ըստ էության հիմնադրել եք LowX իրավաբանական ընկերությունը։ Ինչպես է որոշումը ունեցաք հիմնադրելու եւ ես հասկանում եմ, որ դուք թիմով եք աշխատում։ Այո, սկզբնական երբ LowX-ը հիմնադրվեց, այդտեղ ներգրաված էին եւս քրեականի մասնագետներ, համախմբվեցիներ, այսպես ասած, փաստաբանական դպրոցի ժամանակ սովորած։ Հետագայում արդեն մենք սկսեցինք համագործակցել այլ ընկերությունների հետ, մասնավորապես մենք համագործակցում ենք Հեշենվի Բալաբեկյան իրավաբանական ընկերության հետ, Հասմիկ Բալաբեկյանի, վերջինս իհարկե լավագույն փաստաբանի կոչման է արժանացել, այսինքն մենք փնտրում ենք պրոֆեսիոնալ մասնագետների, քանի որ ըստ էության կա քաղաքացիական եւ քրեական ուղղվածություն, բնականաբար մենք քաղաքացիական ուղղվածության հետ խնդիր ունենք որպես ընկերություն։ Դա համար անհրաժեշտ է, որպեսզի համագործակցեք այն մասնագետների եւ ընկերությունների հետ, ովքեր զբաղվում են բացառապես միայն քաղաքացիական հարաբերություններով։ Այսպես ասած, ամբողջ փաթեթը ընկերությունը ներկայացնում է։ Այո, շատ հետաքրքիր է։ Այսինքն ըստ էության LowX-ը այս պահին կարող են դիմել բոլորը ու ցանկացած խնդրով։ Այսինքն ոչ միայն քրեական, այլև քաղաքացիական, բոլոր են հարցերով, որոնք կարող են դիմել։ Ցանկացած ոլորտի, այո։ Ահա, շատ լավ։ Ես գիտեմ, որ հատկապես Կապանում, շրջակա բնակավայրերում այստեղ բավական բարդ է եղել եւ ինչպես է դիմելիությունը, որ հարցերով են ավելի շատ դիմում եւ այս բարդ ոլորտը, քրեաիրավական, ինչ առանձնահատկություն ունի, որն է այն առանձնահատկությունը, մուշեղ գուցե շատ պրոֆեսիոնալ չի այս հարցը, բայց որ դուք այդպես անցալում եք հենց այս ոլորտը։ Առանձնահատկությունը կայանում են անում նախ հարկ է փաստել, որ քրեաիրավական մասնագիտացումը պրակտիկ, այսպես ասած, ավելի դժվար է, քանի որ ըստ էության, եթե քրեաիրավականի տեսությունը մենք ուսումնասիրում ենք, պրակտիկայում ավելի բարդություն է առաջանում, այնինչ քաղաքացիական հակառակ պատկերն ենք մենք տեսնում։ Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցանկացած քրեական գործով պետք է կողմնորոշ, օրինակ, եթե անձը մեղքը ընդունում է, հենց ի սկզբանե, սակայն պետք է իհարկե կոնֆիդենցիալ, այսպես ասած, փաստաբանական խորհրդատվություն լինի, եթե պետք է փաստաբանը գնահատի ապացույցների, այսպես ասած, սանդրակը, ըստ էության, եթե ապացույցների սանդրակը իր ենթադրությամբ, այսինքն ենթադրում է, որ կա խնդիր, հետեւաբար մեղք ընդունելու հարցը որևէ կերպ չի կարող գնալ։ Այն ինչ վերաբերում է եթե մեղքը ընդունելուն, ապա այդ շրջանակներում պետք է փորձել քաղաքացուն օգնել, լինում են դեպքեր, երբ արդեն ներգրաված ես որպես փաստաբան, պաշտպան, սակայն արդեն իսկ մեղքը ընդունել է, ստացել է մեղադիալի կարգավիճակ, գործը ավարտվում է եւ մտնում է դատաքննության փուլ, այս շրջանակներում պետք է կարողանալ գործ անել, քանի որ կա նաեւ մեր ընկերության սկզբունքն է բարեխղճությունը։ Այսինքն շատ դժվար է, որովհետև շատ դեպքերում այստեղ յուրաքանչյուր մարդ ըստ էության իր պաշտպանության իրավունք ունի, բայց հենց քրեաիրավական ոլորտում է, որ շատ դեպքերում այդ արդարության, այդ բախումը նկատելի է լինում։ Հա, բարդ է, քանի որ մյուս կողմը հիմնականում հանդես է գալիս պետությունը, եւ քաղաքացին պետության դեմ միայնակ պայքարելը իհարկե մի փոքր բարդություն առաջացնելու է մեղմ ասած եւ հետեւաբար դա համար կան այսպես ասած փաստաբաններ, պաշտպաններ, ովքեր պատրաստ են քաղաքացու իրավունքները պաշտպանել բարեխղճության շրջանակներում։
Ինչ է նշանակում արդարություն ու բարեխղճություն փաստաբանի համար, հա, պաշտպանի համար եւ հատկապես քրեական գործերով, որտեղ կարող են շատ դաժան, հա, ի վերջո իրավիճակներ, հանգամանքները ինչպիսին են լինեն, արդյունքները կարող են բավական դաժան լինեն։ Նայեք, ասեք, արդարությունը որպես ընկերության, ինչպես նաև իմ անհատի սկզբունք, այսպես եմ ես պատկերացնում, եթե կատարվել է այնպիսի հանցագործություն, որը իհարկե խղճին դեմ է, բնականաբար ամենայն հարգանքով բոլոր քաղաքացիներին, այսպես ասած, որևէ խնդիր ես չեմ տեսնում, բայց քանի որ խղճին կարող է հակասել, այդ նմանատիպ գործը ես չեմ վերցնում։ Այսինքն ընկերություն չի ստանալու նմանատիպ գործեր։ Դա վերաբերում է օրինակ պետական դավաճանության, սեռական բնույթի ուղղված հանցագործությունների դեմ կատարված արարքները, այսինքն ըստ էության մենք ամեն դեպքում ուսումնասիրելու ենք գործը։ Սակայն եթե հասկանանք, որ այսպես ասած մեղքը հաստատել է եւ նաեւ դեպքեր են լինում, երբ որ մեղքը հաստատվել է, բայց սակայն ինքը իրան մեղավոր չի համարում։ Այս նման պայմաններում ընկերություն չի ստանալու։ Հա, չի ստանալու։ Իսկ սա այ մասնագիտական, հա, ինչ որ բանի չի հակասում, հա։ Չի հակասում, մենք փաստաբանության հենց վարքագծի կանոնագրքի վերաբերյալ հասկացություն կա, որ փաստաբանը անկախ է իր որոշումներում եւ ցանկացած դա այդ անկախությունը վերաբերում է պետական մարմիններին, անհատներին եւ դա իմ անկախ անձնական որոշումն է։ Այո։ Մուշեղ, ես հասկացա, որ դուք տեսակով բավական սկզբունքային մարդ եք։ Յուրաքանչյուր մարդ անկախ նրանից ինչ պաշտոն ունի, ինչ դիրք է զբաղեցնում, փաստաբան լինի, դատախազ լինի, նշանակություն չունի, պետք է առաջնորդվի խղճի սկզբունքով եւ արդարությամբ։ Միշտ նշում եմ, որ մեր ժամանակներում բավական դժվար է այդպես ապրելը։ Դժվար է, սակայն ասում եմ, դժվարություններն են ծնում նորանոր հաղթանակներ։ Նոր հաղթանակներ։ Սիրում եք դուք նպատակներ դնել, գնալ դեպի այդ նպատակները այսպես հստակ ու չհանձնվել, հա, փաստաբանի տեսակի մեջ մի կարևոր առանձնահատկություն էլ կա, պիտի մարդը իր տեսակով լինի չհանձնվող։ Հա, համամիտ եմ, քանի որ այդ վաղ տարիքում հասակում է արդեն այդ չհամաձայնվելը, հա, բառախաղերի, այսպես ասած։ Այո։ Սակայն հարկ է նշել, որ տեսեք sense ներկայացնեմ, որպեսզի ավելի հասկանալի լինի, երբ որ մենք խոսում ենք արդարության մասին, նաև այդ այսպես ասած վիճելու կամ պաշտպանությունը ստանալու մասին, միանշանակ այդ ամենը պետք է դիտարկել նաև իրականության մեջ, այսինքն շատ վստահողներ կան, որ իրականությունից շեղում են, ինչպես նաև պաշտպանության դատախազության կողմը լինի, պետք է փաստեր, այսպես ասած, ռեալ գնահատել եւ ճիշտ օբյեկտիվ, իհարկե դա դժվար է, հենց դժվարությունը կանգնում է դրանում, սակայն փորձում ենք օբյեկտիվ լինել։ Փաստերը փաստորեն շատ կարևոր է, որպեսզի մեկնաբանություններն ու վերլուծությունը, մարտավարությունը կարող է լինել տարբեր, բայց փաստերը պիտի այո, նայեք ասեմ, որպեսզի մի քիչ լավ, եթե դեմ չեք խորանանք մեր մասնագիտական ճյուղի մեջ, փաստաբանների, օրինակ, դե մեծամասնությունը, այսպես ասած, կողմնակալ հարց է տալիս, որ իմ վստահորդը անմեղ է կամ իմ վստահորդի նկատմամբ պետք է նվաստապատիժ կիրառվի եւ այլն, սակայն սկզբնական հարցը իմ կարծիքով պետք է հնչեցվի, այսինքն դու ոնց ես մտածում որպես դատարան, պետք է կարողանաս մտածել, որպեսզի օբյեկտիվ լինես եւ իրականությունը տեսնես։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, սիրելի հետևորդներ, քանի որ ուղղությունը Մուշեղ Վարդանյանն է Էլ-Ռումում, մենք Կապան քաղաքում ենք, ներկայացնում ենք Կապանում Law X իրավաբանական ընկերությունը, որի հիմնադիր տնօրենն է փաստաբանների Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Վարդանյանը, ում հետ զրուցում ենք, եւ ես ուզում եմ, որպեսզի իրականում չլինեն այդ խնդիրները եւ հատկապես ուղղությունը, որ քրեա իրավական է, բայց գիտեք մարդու համար
ամեն ինչ այս աշխարհում կարող է մարդու հետ պատահել, որևէ մեկս որևէ բանից ապահովագրված չենք եւ շատ կարեւոր է որպեսզի ամենադժվար անգամ իրավիճակում մենք կարողանանք իմանալ, վստահ լինել, որ մենք ունենք մարդ, մասնագետ, փաստաբանական ընկերություն, ում կարող ենք վստահել ու վստահել անվերապահ։ Ես ուզում եմ խնդրել, որպեսզի Մուշեղ դուք մի քիչ խոսեք շահած գործերի մասին։ Ես այստեղ թվերին եմ փաստորեն ծանոթացել 145 գործ ըստ էության արդեն ավարտված է եւ 95%-ը հա ձեր վստահորդների, պաշտպանյալների ազատության մեջ է։ Ես ուզում եմ մի քիչ այս բացեք այս գաղտնիքը։ Սկզբից սկսեմ։ Քանի որ հանցագործությունը, այսպես ասած, դասում է 4 կարգի, ոչ մեծ, միջին, ծանր եւ առանձնապես ծանր, այդ 145-ի մեջ մտնում է բոլոր դասերը, տեսակները հանցագործության։ Այսինքն նաեւ առանձնապես ծանր։ Ասենց ասեմ, 95%-ը, այսինքն եղել են գործեր, արդարացումներ են եղել, նաեւ ազատության մեջ գտնվելը մի քիչ այսպես ասած բացեմ չակետները, որպեսզի հասկանաք։ Եղել են արդարացումներ, եղել են քրեական գործը կարճվելու որոշում, այսինքն դատարան չի ասել, նաև դատարանում էլ է եղել այսպիսի դեպք, եղել է պատիժը պայմանականորեն չկիրառել, այսինքն այդ ամենի մեջ, այդ 145 գործի մեջ ավարտված մտնում են այդ ամենը։ Ահա 95%-ի մեջ։ Դուք ունեք նաև արդարացման դեպքեր, հա։ Ես չգիտեմ հարմար է թե չէ, ես գիտեմ, որ դուք չեք սիրում առանձին դեպքերի մասին խոսել, բայց եղել է մի գործ, որ այ դուք իրականում համարում եք ձեր այն դեպքը, երբ որ ձեր ամբողջ մասնագիտական, հա, այսպես կարողություններն ու հմտությունները ի գործ եք դրել ու գնահատվել է դա։ Հա։ Եղել են, դե բնականաբար ցանկացած գործով էլ փորձում եք մաքսիմալը անեք։ Այո։ Եղել է այդ դեպք մի անգամ, այդ արդարացման հետ կապված հենց մի գործ տես ներկայացնեմ, ճակետների մեջ, քանի որ վստահորդ կա եւ գաղտնիություն էլ այսպես ասած։ Ուրեմն նախկինում եղել է վաշխառության դեպք եւ այդ ընթացքում նախաքննությունից մինչև դատաքննության փուլ, ինչպես նաև կարող է նաև հանգամանքներ վերաքննիչ ներկայացնել, համար սակայն այդ հանգամանքը չառաջացավ։ Այդ գործում եղել են ձայնագրություններ, այսինքն այնպիսի ապացույցներ, որ արժանահավատության վերաբերյալ որևէ խոսք չի կարող գնալ, սակայն օրենքի, այսպես ասած, քրեական օրենքի, օրենսգրքի հենց եւ Ճորաբեկ դատարանի եւ Օպական դատարանի մեկնաբանությունները տեսնելով այդ ձայնագրությունը իհարկե խնդիր է առաջացել դատարանում եւ միևնույն ժամանակ հարկ է փաստել այն հանգամանքը, որ վկաներից մեկը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, դե մենք ունենք արդեն Եվրոպական դատարանի, այսպես ասած, նախադեպային որոշում, ինչպես նաեւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կոնֆրոնտացիա, այսպես ասած, իրավունք, հակընդդեմ հասման իրավունք։ Եվ այդ վկան միակ եւ որոշիչն էր, քանի որ գտնում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն դատարանը բոլոր միջոցները ձեռնարկեց, այդպես էլ չկարողացավ վկային ներկայացնել դատարան եւ բնականաբար այդ մեղադա որպես ապացույց մեղադրանքի հիմքում դրվել չէր կարող։ Մի խոսքով այսպես ասած բարդ 6 տեսակի միջնորդություն եք ներկայացել դատարանին, որի արդյունքում էլ վերջին հաշվով արդարացվեց։ Սիրում եք համբերատար, ձեր մարտավարությունը ես որքան հասկանում եմ, այսպես դանդաղ, հանգիստ ու մի քանի կողմերից, հա, խնդիրը ուսումնասիրել, նոր հասկանալ, գտնել այդ թույլ կետը։ Այո։ Քրեական գործերը օրինակ հենց համբերությունն է հաղթում, քանի որ հենց պրակտիկապես էլ է այդպես, օրինակ, եթե գնանք որպես պաշտպան քննչական գործողության, ճանաչման ներկայացմանը։ Ճանաչման ներկայացումը օրենքով մեկ անգամ է թույլատրվում նույն անձի նկատմամբ։ Եթե դուք նշեք սխալը քննչական գործողության ժամանակ ճանաչման, հետագա ճանաչման ներկայացնելը լինելու է ճիշտ։ Եվ երկրորդ անգամ չկարող, մարտավարական, այսինքն շատ նուրբ, հրաշալի է, շնորհակալ եմ շատ, իհարկե յուրաքանչյուր գործի մեջ անընդհատ հենց սա է ստեղծագործելը, հա, փաստաբանի աշխատանքում, եւ որ երբ անընդհատ մարտավարական նոր այսպես նրբություններ, հնարքներ, փորձի, պրոֆեսիոնալիզմի, բայց նաեւ ճկունության, հա, մասնագիտական։
քննչական գործողությունների կատարված ցանկացած դատավարական խախտում, այսինքն այսպես ասած, եթե իհարկե ծայրահեղ դեպքերին չի վերաբերվում, պետք է համբերել սպասել, որպեսզի դատարանում այդ ամենը ներկայացնես, քանի որ հնարավորություն չի լինելու երկրորդ անգամ գործողություն է կատարել, գործը ավարտվել է եւ ուղարկվել դատարան։ Այսինքն պետք է քննչական լռես, կարողանաս լռես եւ համբերես։ 2029 ըստ էության 3 տարի է արդեն գործում է LOX-ը, բայց նաեւ ձեր պարտականությունների սոցիալական պատասխանատվության ոլորտին դուք միշտ հատուկ ուշադրություն եք դարձնում եւ հիմա շատ կարեւոր մի գործով եք զբաղված, ըստ էության եվրոպական դատարան հայցեր եք նաեւ ուղարկում արցախցիների հետ կապված, հա, բռնի տեղահանված մեր Արցախի հայրենակիցների հետ կապված հարցերով, այսինքն ինչ է սա իր մեջ ներառում, ինչպես է որոշմանը եկաք եւ ինչ հարցեր եք ներկայացնում, ինչ կարելի է ակնկալել սրանից։ Մենք սկզբից հենց սկզբնական անդառնանք խղճի, այսպես ասած, սկզբունքին, քանի որ ցավալի է իհարկե այդ փաստը ընդունելու այլևս Արցախը Հայաստանի Հանրապետության կազմի մեջ չէ, իհարկե դա մի փոքր ավելի այսպես ասած ծանր ենք տանում, բայց ամեն դեպքում յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա օգնել իր սահմաններում, անկախ նայած ով եւ ինչը, եւ այս սկզբունքը եթե ես կարողանում եմ փաստաբանությամբ զբաղվել, ապա ես տեսնում եմ, որ կարող եք եվրոպական դատարան դիմում հայտ ներկայացնել, այսպես ասած, ընդդեմ Ադրբեջանի, ես դա կարողանում եմ անել, ես դա միանշանակ պետք է անվճար անել, քանի որ որևէ խոսք չի կարող գնալ։ Ըստ էության այդ հարցը վերաբերում է նրան, որ տեղահանված, այսինքն ըստ էության Ադրբեջանը բռնի գործողությունների արդյունքում տեղահանեց ժողովրդին, մեր հայ ժողովրդին, եւ ըստ էության պետք է օգնել։ Ինչով կարող ենք, պետք է օգնել։ Եվ ես պատրաստ եմ ցանկացած արցախցու ներկայացնել շահերը, այսպես ասած, դիմում պատասխան եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի։ Ձեր կարգախոսը նաև շատ հետաքրքիր է, մեր փաստաբանական թիմը պատրաստ է պաշտպանել ձեր շահերը։ Շատ պարզ, հասկանալի ու հետաքրքիր։ Ըստ էության մենք խոսեցինք այդ մասին, LOX-ում բոլոր խնդիրներով կարող են դիմել, այսինքն նեղ մասնագետներ համալրված են, հա, նեղ մասնագետ, որն է հիմնական, հա, ինչ ծրագիր ունեք, այսինքն մասնագիտական ուղղությունները ավելացնելու եւ փաստաբանական ծառայություններ են, թե նաեւ իրավաբանական, ասենք, չգիտեմ, դիմումների, ահա։ Ցանկաց ասեմ, քանի որ մենք քրեա իրավականի մասնագետ ենք, այսինքն ընկերությունը սկզբանե ստեղծվել է քրեա իրավականի, այո, սակայն մենք տեսել ենք, որ քաղաքացիների մեջ միանշանակ քաղաքացի իրավականը բնականաբար շատ է։ Ես որ ասում եմ քաղաքացի իրավական, նաև հասկացեք, այսպես ասած, վարչական իրավունքը, ըստ ակադեմիայի եմ գնում ուղղվածությունների։ Եվ այս ամենը հաշվի առնելով մենք տեսանք, որ ընկերությունը ունի այս ոլորտի խնդիր եւ իհարկե երկար փնտրեցինք մասնագետների եւ հասանք Հասմիկ Բալաբեկյանին, ով շատ պրոֆեսիոնալ մասնագետ է։ Շնորհակալ եմ, այսինքն բոլոր ուղղություններով էլ կան եւ իրավաբանական ծառայությունները ըստ էության, գիտեք, կարելի է հետո երկար պայքարել, հա, պետական մարմինների, վարչական, հա, ինչ որ մի գրության սխալ ձևակերպված մի գրության համար եւ այլն, այնինչ կարելի է հենց սկզբից դիմել մասնագիտացված կենտրոն, այստեղ ձեզ կօգնեն ճիշտ ամեն ինչ ձևակերպել, ինչքան ժամանակ սպասել, ինչպես անել, որպեսզի ձեր մեծ կամ փոքր խնդիրը իրականում ճիշտ ընթացքով եւ խելամիտ նաև ժամկետներում լուծում ստանա։ Շնորհակալ եմ շատ Մուշեղ, ես վերջում ուզում եմ մի նաև առանձնահատկության մասին նշել, չնայած դուք նշեցիք, որ համբերությունն ու համբերատարությունը ամենակարևորն է փաստաբանի աշխատանքում։ Երբ ներկայանում եք, հա, խոսքը միշտ ամենտեղ ուժ ունի, խոսքը հիմնված ապացույցների վրա շատ ավելի հզոր ուժ է, այնուամենայնիվ դատարանում ներկայացնելու մի առանձնահատկություն էին նշում, նաև ձեր գոլեգաները նշում են, որ Մուշեղ Վարդանյանին հնարավոր չէ հունից հանել։ Ինչ է սա նշանակում։ Հաճելի է այդպես բան լսել, իհարկե, բայց երբ որ մտնում ես դատարան, դու պետք է հասկանաս, որ էմոցիաների տեղ չի դատարան, այսինքն դու նախ պետք է հարգես դատարանը, ըստ էության կապ չունի մեջովը։
Այո։ Հասկացողությունն է կարևոր։ Արդարությունը, այսպես ասած։ Էմոցիաները պետք է զոհի վրա լինեն, ձգտել զոհի վրա եւ դա է սկզբունքը, հենց ինչ ասեմ, կամ ոնց որ կամ։ Ահա։ Ինչ սովորացել են այդ համբերության։ Սովորեցրել են, բայց դուք բնավորությամբ եք երևի այդպես եղել, հա, այդպես եք եղել։ Մի փոքր ոչ, բայց ինչ սովորացել են։ Բայց շատ լավ, շատ շնորհակալ եմ, Ուշեղ, իրականում ինձ շատ հաճելի էր։ Շատ հետաքրքիր երևի այդպես պիտի լիներ, որ հենց այս քրյա իրավական այս դժվար ուղղությունն ընտրեիք, թող քիչ լինեն այս դեպքում, ինչպես ասում են, հա, բարդ դեպքերը, բայց այստեղ արդարությունը նաև ավելի շատ կարիք ունի իսկապես ջրի երես դուրս հալման եւ ձեր նաև փաստաբանական համայնքի ձեր հենց շնորհիվ մենք իրականում կարողանում ենք տեսնել դրա արդյունքները։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Սիրելի հետևորդներ, Էլրումում իրականում շատ հետաքրքիր հանդիպում էր, մենք գիտեք, որ ներկայացնում ենք տարբեր քաղաքներում միայն մեկ փաստաբանի եւ Կապան քաղաքում մենք ներկայացնում ենք հրաշալի փաստաբան, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Law X իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Մուշեղ Վարդանյանին։ Շատ քիչ է հնարավոր Հայաստանում տարբեր քաղաքներում ենք առիթ ունեցել ենք զրուցելու, քիչ են փաստաբանները, որոնք քրյա իրավական ուղղությունն են հենց սկզբից ընտրել, ըստ էության այստեղ հաղթանակներ գրանցելը, հա, այդ թղթապանակները շատ չեն լինում, բայց Մուշեղ Վարդանյանի դեպքում, ինչպես արդեն նշեցինք, հստակ թվեր կան, կարճ ժամանակում մեծ արդյունքներ, սա պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում, միևնույն ժամանակ շատ կարևոր է, երբ փաստաբանը առհասարակ մարդը, բայց հատկապես փաստաբանը իր մասնագիտական, հա, որոշակի հմտությունների մասին խոսելիս այսքան հղում է անում նաև արդարամտությանը, արդարությանն ու խղճին։ Սրանք շատ կարևոր հենարաններ են յուրաքանչյուր ասպարեզի համար, իսկ մարդուն պաշտպանելու համար առավել ևս։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Գիտեք, միշտ մեզ թվում է, որ եթե շատ դժվար իրավիճակներ են, ուրեմն բոլոր դռները փակված են եւ մնում է սպասել հրաշքի։ Իրականում հրաշքը հենց այն բաց դուռն է, որը հաճախ մենք չենք նկատում։ Նույնիսկ եթե շատ դժվար իրավիճակում եք, միշտ կան մարդիկ, մասնագետներ, ովքեր եւ պրոֆեսիոնալ են եւ իրենց տեսակով նաեւ մոտիվացնող, որոնք կասեն, որ անպայման մի ելք կգտնվի, որովհետեւ աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Միայն մի բան է, որ չի կարելի անել, դա ձեռքերը ծալելն է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։